Գերի դիվերսանտ Էլնուր Հուսեյնզադեն է, Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական վաշտի զինծառայողը։ Ինքնությունը պարզել է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել, դիվերսիայի փորձ կատարելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու փաստով։ Գերին առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանին։ Ռուբեն Մելիքյանը հավաստիացնում է, Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ։ Ես նրան պատրաստակամություն եմ հայտնել մեր օրենքով սահմանված կարգով աջակցել իր հիմնարար իրավունքների իրացմանը, այդ թվում նաև իր ընտրած պաշտպանի ներգրավման իրավունքին։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր այցելեց հենց այն դիրքերը, որտեղ ծառայել է դիվերսանտը։ Բարդայի կորպուսում իբր ծանոթացավ զինվորների կենցաղային պայմաններին, այնինչ գնացել էր ծառայողական հետաքննության, ասում է Արցախի ազգային ժողովի նախկին падգամավորը։ Եթե պաշտոնական Բաքվում բանականությունը գերիշխի, ասում է, Արցախի պետական իշխանությունների հետ Կարմիր խաչի միջոցով պաշտոնապես կքննարկեն գերու ճակատագիրը։ Նկատի ունեմ նրա վերադարձի կամ չգիտեմ փոխանակման հարցերը, որովհետև այստեղ Արցախում նրա անվտանգությունը թերևս մի քանի անգամ ավելի է պաշտպանված, քան Ադրբեջանում։ Ապրիլյան սրացումից հետո Ադրբեջանն ավելի հաճախ սկսեց հրաժարվել իր կորուստներից ու զինծառայողներից, նկատում է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում արտգործնախարարները կհանդիպեն, թե ոչ էական չէ, ասում է։ Կարևորը, թե ինչ կտա։ Այդ ինչ կտայի առումով ես շատ մեծ կասկածներ ունեմ եւ բավական թերահավատ եմ։ Ադրբեջանը որևէ կերպ չունի ցանկություն իրականացնելու Լեռնային Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Հնարավոր չէ խոսել քաղաքական կարգավորման մասին, երբ կրակում են, ընդգծում է վերլուծաբանը։ Հայտարարությունների հասցեականությունը կմոտեցներ խաղաղությունը, ասում է։ Արդեն վաղուց ոսկե միջինը լռելը չէ։ Աննա Բալյան, Մերի Դավթյան, Մհեր Մկրտչյան, օրակարգ։